Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանին։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն հրավերի համար։ Միանգամից ասենք հարցերին։ Այնքան հարցեր ա կուտակվել հենց ձեր ուժի հետ եւ ձեր անձի հետ կապված։ Հիմա բացատրեմ ինչու։ Մենք երկու անգամ ունեցել ենք իրար հետ հերագա լայվեր, որտեղ շատ հարցեր ենք անդրադարձել եւ այդ հարցերը հիմա արդիական չեն, որովհետեւ աշխարհակաղակական ունենց մանավանդ մեր տարածաշրջանում ունենց բաներ են տեղի ունենում, որ ձեր կարծիքը իմ համար շատ կարեւոր է եւ մեր հետևորդների համար նույնպես։ Առաջինը կուզենամ միանգամից մեր ներքին քաղաքական դաշտից հարց տամ, ինչ ունեք դուք արդեն որոշում, ձեր կուսակցությունը ունի որոշում, մասնակցելու եք խորհրդարական ընտրություններին, թե անկախ անցած անգամվա նման ասելու եք, որ սա ֆարս է լինելու եւ չենք մասնակցելու։ Չէ, մենք անցյալ անգամ մասնակցել ենք, մենք մասնակցել ենք 2018 եւ 21-ի խորհրդարանական ընտրություններին, երկու անգամ էլ չենք հաղթահարել անցողիկ շեմը 5%-ը, հիմա թեև 4-ը, չունենք դեռևս վերջնական որոշը, քննարկում ենք, որովհետեւ եւ մասնակցության դրական ու բացասական կողմեր կա եւ չմասնակցության, դրա համար քննարկում ենք վերջնաժամկետը ապրիլի 23-ին է վերջնական որոշումը, այսինքն այդ ընթացքում վստահաբար առաջիկա 2 շաբաթվա մեջ որոշում կայացնենք։ Իսկ այդ որոշումը, ասենք, կայացնելու հասկացակ որ ժամանակա պետք է դուք ընդհանրապես նայում եք դաշտում ինչա կատարվում քաղաքական դաշտում, կա ինչ-որ մի ուժ, որի հետ օրինակ եթե երկխոսեիք, կարող է ինչ-որ դաշինքով գնաք, թե չեք նայում ընդհանրապես դաշինք հասկացողությունը։ Դաշինքը ավելի քիչ հավանական է, բայց մենք որևէ բան չենք բացառում, բայց առաջին հերթին պիտի որոշենք մասնակցում ենք, թե չենք մասնակցում։ Դա շատ կարևոր հարց է այդ հարցը, բայց ընդհանուր զարգացումներին նայում ենք, դրա համար է այս ամբողջ ձգձգում, որովհետև եթե չասենք ամեն օր, ապա ամեն շաբաթ իրավիճակը փոխվում եւ ներքին քաղաքական դաշտում եւ նաեւ արտաքին, որովհետեւ այդ նույն Իրանի հետ տեղի ունեցող աշխարհական փոփոխությունները մեծապես ազդելու են Հայաստանի ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին իրավիճակի վրա, դրա համար էլ մենք դա ենք հաշվի առնում։ Հիմա մենք կգնանք Իրան կամաց այդ հարցին կանդրադառնանք անպայման ձեր հետ կանդրադառնանք, որտեղ դուք մասնագետ եք, բայց ամեն դեպքում գանք ներքին մեր քաղաքական իրադարձություններին, հա, տեսեք, եղան ուժեր, որոնք հիմնավորեցին, որ իրանք չեն գնում նման ձևաչափով ընտրություններին, օրինակ Հայրենիք կուսակցությունը Վանեցյան Արտուրի հայտարարություն տարածեց, որ ինքը ուրիշ կոնֆիգուրացիայով էր տեսնում պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ, կան ուժեր ձեր նման, որ չեն արել դեռ հայտարարություն, դուք ինչպես եք տեսնում, 2-3 ասենց ասած բևեռներ ա ձևավորվում, այդ բևեռների հետ դուք ինչ-որ երկխոսություն կարող է ունենաք ընդհանրապես, թե ձեր սկզբունքայնությունը Ռուսաստանի հետ կապված իրենց ասենց որ ասում են դուք Ռուսաստանից ուղարկված եք բան, այդ հարցն եմ ուզում տամ։ Մենք ենք Ռուսաստանից ուղարկված։ Չէ, դու շատերն ասում են, օրինակ այդ ուժերին, որ դուք ասենք ծառայեցնում եք ձեր Ռուսաստանին եք ինչ-որ բաներով, ասենք աջակցում։ Հայկական քաղաքական դաշտում, նախընտրական դաշտում իմ կարծիքով ձևավորվել է ոչ թե 3, այլ 2 հիմնական բևեռ, եւ սրա մասին մենք արդեն խոսում էինք առնվազն մի 2 տարի առաջ, որ ձևավորվում է։ Մեկը դա պրոթուրքական վեկտորն է, որը ՔՊ-ի Նիկոլ Փաշինյանի ուղղությունն է, որը իհարկե ինքը իբր արևմտամետ քողի տակը հանդես գալիս եւ այլն, բայց հայտարարությունները եթե դնում եք մի կողմ, այլ նայում եք գետնի վրա ինչ քաղաքականություն է իրականացնում, այն է Թուրքիայի հետ ամեն ինչ ինտեգրացնել ոչ թե արևմուտքի հետ, ոչ թե նույն Միացյալ Նահանգների հետ, որի հետ սերտ հարաբերությունների ջատակովն ենք մենք միշտ եղել, միակ քաղաքական ուժն ենք եղել, որ ընտրապայքարի ժամանակ նախորդի ժամանակ էլ մեզ մոտ դա եղել է ծրագրային հիմնադրույթ ընտրությունների համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ է դրա մասին խոսում, բայց մենք տեսնում ենք օրինակ նույն Միացյալ Նահանգների հետ ըստ էության իրավական առումով ոչինչ չի արված, որովհետև եթե անգամ թրիփը վերցնենք, թրիփը դա ոչ իրավական փաստաթղթով Ադրբեջանին տրված անցուղի կոչենք կամ անգամ մինչև իսկ միջանց կոչենք։ Մյուս եւ դա ինքն է մի քանի իր արբանյակ կուսակցություններով, որ ինքը աշխատելու է մտնի խորհրդարան։
Մյուս թևը այո դա ռուսական ուղղությունն է, որի ես կասեի, այսինքն ամենահավանական եւ տեխնացուն ամենաշատ նաեւ քվեներ ստանալու հավանականությամբ դա Սամվել Կարապետյանն է։ Հիմա ինքը անձնապես ինքը կգլխավորի թե ուրիշը դա արդեն տեխնիկական հարց է, այդ երկուսն են։ Հիմա մենք ոնց որ ասած սկզբունքային տարաձայնություններ ունենք երկուսի հետ էլ, բայց հասկանում եք, եթե Սամվել Կարապետյանին եւ ռուսական թևին մեղադրում են, որ իբր, սա իրանց տեսակետն է, իրենք Հայաստանի պետականությունը վերացնելու են տանում, որ այդպես չէ, այդպես չեմ տեսնում։ Այո, իրանք տանում են ռուսական ուղղություն, ռուսական ազդեցության ուժեղացում, բայց ԿՊՆ-ն դրան հակառակ տանում է թուրքականը եւ ոչ միայն պետականության վերացում թուրքական, ես ամիջև իսկ ադրբեջանական քողի ներքո, այլ նաեւ ազգային բաղադրիչների վերացում։ Մասնավորապես մենք տեսնում ենք պայքար եկեղեցու դեմ, թող չփորձվեն դա ներկայացնեն իբր թե դա եկեղեցու բարեփոխման կամ չգիտեմ կաթողիկոսի կամ մի քանի այլ եպիսկոպոսի դեմ, դա հստակ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար է, որի թուլացումը բերելոնը, այսինքն եկեղեցու թուլացում բեր նաև պետականության թուլացման։ Մենք տեսնում ենք նաև, որ ազգային արժեքների դեմ է գնում պայքարը։ Հստակ մենք տեսնում ենք, այսինքն եթե վերջի այս աղմկահարույց իրադարձությունն էլ վերցնենք, այսինքն ինչ է նշանակում դու ակադեմիական հիմնարկության ղեկավարին գործից անում ես, որովհետև նա Արցախի մասին գիրք է տվել պատվավոր հյուրին, այսինքն դա անհեթեթություն է, այստեղ ոչ միայն խոսքի ազատության սահմանափակումը, ոչ միայն ակադեմիական իրավունքների ոտնահարումը, այլ ընդհանրապես, այսինքն ուրացումը ամեն ինչի, հատկապես, երբ որ այդ հիմնական խնդրահարույց գիրքը ընդհանրապես Ամերիկայի մամուլում թաթարների կողմից հայերի ջարդերին նվիրված հրապարակումների հավաքածու է, ժողովածու է։ Իդեպ այդ գրքի նախաբանն էլ ես եմ գրել, այսինքն։ Հիմա ու այստեղ էս, այսինքն, այսպես ասենք, մի էլ եմ ասում, սկզբունքային տարաձայնություններ ունենք, որտեղ մենք ավելի բուն արևմուտքի հետ հարաբերություններ աղցա, բայց երբ որ մենք նայում ենք, այսպես պայմանական ասած, չարյաց փոքրագույնի տարբերակով, բնականաբար Նիկոլը ամենաանընդունելին է մեզ համար։ Շատ լավ, տեսեք, պարոն Պապյան, ես շատ անգամներ հետևել եմ ձեր շարժման, կուսակցության գործունեության անձամբ ձեր մնացած ձեր կարկառուն դեմքերի ու մի ժամանակ բոլոր լրատվականներում առաջին հենց բացում է լրատվականը կար բևեռ, շարժում, քայլեր, պայքար, փողոցային պայքար ոստիկանության հետ, այսինքն ձեր իրավունքները խախտվում էին, ոստիկանները արգրավում էին ձեր ամբողջ տեխնիկան տանը, հիմա ոնց որ թե դատար եք վերցրել, ձեր ասած 10 օրը մեկ որ բանապոխվում, սպասում եք թե ոնց է ձևավորվելու, որպեսզի դիրքավորվեք, թե տեսեք, Ռուսաստանի եւ Արևմուտքի դուք արևմտամետ ուժ եք ավելի շատ։ Մենք հայամետ ենք, վան գտնում ենք, որ Հայաստանի ապագան արևմուտքի հետ է։ Հայը արդեն իսկ հայամետ է, ուղղակի դուք տեսնում եք ապագան, դա է կոչվում է արևմտամետ։ Տեսեք, արևմուտքը դուք ասում եք կապ չունի թուրքական այս ամեն գործընթացների հետ, բայց ես ձեր բան չասեց, ես Նիկոլը արևմտամետություն թուրքական քողով հանդես բերում։ Տեսեք, օրինակ Ֆիդանը հայտարարություն արեց եւ իր գործակալությունը, որ իրենք խնդրել են ամերիկյան կողմին ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա։ Այդ դուք ո՞նց կմեկնաբանեք դա ինչ է նշանակում, Ամերիկան ինչու պետք է ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա, որ ինչ։ Չէ, ես ճնշում չեմ տեսնում, որ գործադրի, որովհետև Հայաստանի իշխանությունները առանց ճնշումների էլ սիրով ընդառաջում են Թուրքիայի բոլոր եւ Ադրբեջանի բոլոր ցանկություններին։ Օրինակ էլ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագծից պիտի հանվի հղումը անկախության հռչակագրին։ Հիմա դա ակնհայտ, դա ոչ թե արևմուտքի, այլ Ադրբեջանի պահանջն է եւ Թուրքիայի։ Բայց հովանավորչություն չկա արևմուտքի կողմից, որ մենք երաշխավորում ենք թուրքը ձեզ չի ցեղասպանի, արեք իրար հետ ռուսին հանենք, մենք ստեղ տարածաշրջանում նայենք ոնց ենք անում։ Ես նման տեղեկություն չունեմ, որ որևէ մեկը մեզ վերլուծություն, տեղեկության մասին չէ։ Որևէ մեկը չէ, այստեղ այն արևմուտքի համար շատ կարևոր է եւ ինչի են այսօր նույն ծափարում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի այս քայլերը ըստ էության Ռուսաստանի ազդեցության թուլացմանն է ուղղված։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ երբ որ դու թուլացնում ես ռուսական ազդեցությունը,
դու պիտի ուժեղացնես արևմտյան ազդեցությունը, հակառակ պարագայում այդ դաշտը թուրքերի ձեռն է մնում։ Թուրքերի ձեռն է մնում։ Այսինքն ինչ-որ պայմանագրեր կնքվի։ Նայեք, մեր կուսակցությունը, հիմա բացատրեմ ինչ պիտի արվեր։ Մեր կուսակցությունը հանդես է եկել եւ դա 21 թվականից մեր նախընտրական ծրագրում էր գալ Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ձեռք բերելու քաղաքական նպատակահարմարությամբ։ Այդ ձևել կոչվում է NATO Major Ally of the United States։ Ուկրաինական ճանապարհ չի դիտարկվի։ Ուկրաինան մի անգամ դա փորձ է արել ժամանակին, չի հաջողվել։ Չի հաջողվել այսքան այդ կարգավիճակը ստանալ։ Մեր դեպքում կհաջողվեր։ Մեր դեպքում կհաջողվեր, որովհետև մեր, այսպես ասենք, հայերի աջակից կոնգրեսականների թիվը շատ ավելի մեծ էր այդ ժամանակ։ Եսի որ ասում եմ ուկրաինացիք սա փորձում են այն ժամանակ, երբ որ ոնց որ ասած Ուկրաինան դեռևս թեժ տասնյակի մեջ չէր աշխարհի այդ հարցերի։ Իսկ քանի որ մենք հայերը միշտ իհարկե ցեղասպանության հարցով էր, բայց հայամետ ինչ որ կոնգրեսականների եւ սենատորների մի մեծ խումբ ա եղել, իսկ այդ կարգավիճակը քանի որ պիտի տար ամերիկյան խորհրդարան, այսինքն կոնգրեսը պիտի տար, մենք այդ շանսերը ունենք։ Այսինքն, մենք որ ասում ենք ռուսական ազդեցության թուլացում, մենք հասկանում ենք դրա այն պիտի լրացվի, համալրվի այլ ազդեցության։ Դու չես կարող ոչ անվտանգային վակուումի մեջ հայտնվել, ոչ տնտեսական վակուումի մեջ հայտնվել եւ այլն։ Կրկնում եմ, եթե դու համապատասխան քայլեր չանես, ապա Թուրքիան է լցելու։ Եվ այս ամբողջ հենց դա էլ անում է Նիկոլ Փաշինյանը։ Լավրովը հայտարարեց, որ դեռ չեմ հիշում ձևակերպումները ինչպես էր, բայց մոտավորապես այսպես է, էլի, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ապա մենք Հայաստանին կվտարենք եվրասիական տնտեսական այդ կազմակերպությունը։ Մենակ Լավրովը չէր։ Ինչքան ընդ Միշուսինը, բան, մնացած այդ։ Ահա, որ նշանակում է, եթե դու խոսում ես, այսինքն եւ Նիկոլ խոսել ես, այսինքն այդ դուրս գալու մասին եւ այլն, ուրեմն դու պիտի ապահովես քայլեր արած լինեիր։ Այ ինչ են ծապարում, պարոն Պապյան։ Ինչ են եվրոպացիներ ծապարում։ Այ տեսեք, մի մարդու են ծապարում Ռուսաստանի դեմ ամեն ագրեսիվ հռետորաբանությունը Իրանն է, Հայաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին է։ Հենց գնում է Մոսկվա, լրիվ ուրիշ մարդ է, ոչ մի օրգանիզացիայից դուրս չի, ՕԴԿԲ-ում կանք, Եվրասիական տնտեսական միություն, բոլոր ԱՊՀ-ում կանք։ Կներեք, էլի ին մոտ այնց տպավորություն է, որ Այս մարդը ոնց որ ինքն է չգիտի ինչ է ուզում։ Չէ, ինքը գիտի ինքը ինչ է ուզում։ Ինչ է ուզում, մի հատ բացահայտեք, էլի։ Ինքը դամալ մենք ասում ենք, որ ինքը քողարկված ռուսամետ է կամ ռուսաֆիլ է։ Եկան բացահայտ եւ քողարկված, որովհետեւ գիտեք ինչ է։ Եթե մենք վերցնում եւ ինքը արևմտամետ չի, նույնը մենք ասում ենք մեր վերլուծությունների հանդիպումների ժամանակ, որ այս մարդը դուք իր հարցազրույցներին ուշադրություն մի դարձրեք, որ հարցազրույցը տալիս 11 անգամ խոստացել է օրինակի համար, որ հապկից դուրս եմ գալու եմ անելու, դա ինչ կապ ունի ինքը ինչ է խոսում։ Ասում ենք նայեք քայլերը, բայց եթե դու հապկից պիտի դուրս գաս, դու մինչև այդ դու պիտի ունենաս արևմուտքի հետ այլ փաստաթղթեր ստորագրած երաշխավորված, որ դու չես հայտնվի միայնակ քո թշնամիների դեմ եւ դու ունես այդ թշնամիները։ Բայց չեն ավելանա, պարոն Պապյան, օրինակ Իրանի մենք ասենք պատկերացրեք ձեր ասած ճանապարհով գնում ենք։ Իրանը մեզ չի դառնա թշնամի։ ՆԱՏՕ-ական ինչ որ։ Իսկ եթե Իրանը մեզ թշնամի չի, ինչով է մեզ օգնում Իրանը։ Ну արեք sense պայմանավորվենք, որ գոնե թե ամենաշատ խոսացողը Մեղրիի հետ չհամաձայնվողը եւ դիվանագիտական եւ զորավարժությունները բանով ինքն է եղել, որ ինչ որ քայլեր արել է ընդդեմ էս ճանապարհի։ Չէ, ինչ որ քայլեր չի արել, ինքը խոսացել է, որ կանի։ Գոնե խոսացել է։ Հա, կանի, ինքն խոսում է, որ կանի նաեւ Արցախի հարցում, որ ես չեմ հանդուրժի այդ 137 կիլոմետրանոց սահման այդ Արցախի կամ Հայաստանի։ Հետո շնորհավորեց։ Նայեք, Իրանը չունի այդ կարողությունները։ Եկեք պիտի մենք հասկանանք ցանկություն, կարողություն կանն է։ Իսկ հիմա այս պատերազմից հետո, եթե իշխանապողություն չեղավ, Իրանի կարողությունները շատ ավելի քիչ ալնելու։ Իրանը ոչինչ չի կարողանալու անի։ Հետևաբար մենք պիտի Այսինքն, եթե ինքը թելադրեց ու չպարտվեց, ինքը իր դիրքերը չի պարտվեց։ Հիմա տեսեք, հենց հիմա Տրամպի հռետորաբանության մեջ ես տեսնում եմ ավելի շատ Տրամպն է
մեդիա դաշտ հղումներ անում, սենց մեսեջներ հղում, թե մենք պատրաստ ենք ինչ որ բանի, այսի արեք ու վերջացնենք, բայց Իրանը ասում է ոչ։ Հիմա ես եմ ասելու երբ է վերջանալու։ Ասում է դրեք մի կողմ, էլի դու գնում եք ով ինչ է ասում։ Ասելը կարևոր։ Բայց անում էլ է, չէ։ Ոչինչ չի անում։ Թել Ավիվը օրինակ չի անում։ Ուրեմն 13,000 հրթիռ ու դրոն արձակվել Իրանի վրա, ոչնչացվել են արդեն Իրանի նավատորմի 70%-ը, ոչնչացվել են 5 ամենակարևոր միջուկային կենտրոնները, ոչնչացվել են ավելի քան 3000 թիրախ Իրանի ցամաքային տարածքում, Իրանը հետ է նետված տնտեսապես, քաղաքականապես, ռազմականապես առնվազն 2 տասնամյակ։ Մնացածը ով ինչ է ասում, դրեք մի կողմ, դա հեքիաթներ է։ Իրանն էլ կասի, ես եմ հաղթեցի, բնականաբար Իրանն էլ ասելու հաղթեցի, ինչպես այդ 12, այդպես չի, դուք նայեք գետնի վրա ինչ ան, ես ասում եմ ինքը թուլացած է դուրս գալու, դրա համար եմ ասում թուլացած է դուրս գալու, որտեվ իր հրթիռներն էլ է քչանալու, իր այդ բաներն էլ է քչանալ ռազմական կար, իր տնտեսությունները է քայքայվելու։ Իրանը այսօր յակ 40-ներով եւ Su-25-ներով է կռիվանում։ Ինքը էլ շահի ժամանակ գնված օթանավերով է, նոր օթանավել չունի։ Հիմա խնդիրը սա է։ Այդ ասելը, հիմա դուք եք ասում, ես կարամ հակառակն ասեմ, որ այսինքն օրը մեջ նույն Թրամփը մի բան է ասում, իրարամերժ եւ այլն։ Թրամփն ասում է։ Ոնց է վերաբերվում Թրամփին, Թրամփը մարդ է, Թրամփը ամերիկյան Նիկոլն է։ Հա, մի բան առաջնական եմ ասում։ Հա, մի բան ասում, ինքը Իրան սիրում է, ինքը Իրան հավանում է, Իրան թվում է, որ Նիկոլն էլ է, չէ՞, ինքը առաքյալ է։ Բայց Նիկոլը շատ ուժեղ բայդենական էր, մի անգամից լավ կարողացավ։ Ես այն առումով նկատի ունեմ, չէ, ես այն նկատի ունեմ, որ այսինքն երկուսներին էլ թվում է, որ իրենք ունեն ինչ-որ մեծ առաքելություն, ինչ որտեղ Թրամփը ավելի ոնց որ ասած հիմքեր ունի դրա համար մեծ երկրի ղեկավար է։ Օրինակ տեսեք Նիկոլն եկել է հազարամյա խնդիրները, օրինակ հայ եկեղեցու բարեփոխման խնդիրը առնվազն 200 տարի է քննարկվում է, հələ են Գաբրիել Այվազովսկուց, բան են Միքայել Նալբանդյան, եթե կարդում եք, այսպես լիբերալների եւ պարտավորականների վեճը եղել է։ Հիմա ինքը եկել է եւ իրան թվում է ասենց մատի մի շարժումով, այսինքն եկել է ասում ասենց պետք է լինի, ես պետք է կաթողիկոս նշանակեմ, սա պետք է որ ինքը կարա այդ մարդը չի պատկերացում։ Գիտեք ինչ է, այսպես է։ Այն մարդը, որ գիտելիք չունի մի թեմայի շուրջ, իրան խնդրի լուծումը միշտ հեշտ է թվում։ Ինչքան որ դու խորանում ես հարցի մեջ, այնքան հասկանում ես խնդրի բարդությունը։ Նույնն էլ Թրամփն է։ Նայեք, Թրամփը ակնհայտ է, չէ՞, որ ինքը անընդհատ շփոթում էր Հայաստանին, Ալբանիա էր ասում, Ադրբեջանին, Կամպուչիա էր ասում, նաև դրանով է պայմանավորված, որ ինքը իսկապես այդ ամբողջը չի պատկերացնում։ Իրան ինչ էր պետք։ Իրան պետք էր թիվ 8 պատերազմ եմ դադարեցրել, այդ թիվը դառնա 9, 10, ինչ որ մի բան։ Այդ ամբողջ հարցը իրան պետքա ինչ որ ձևով ներքին հարցերում բավարարի տարբեր խմբավորներին։ Հիմա ես ինչ եմ կարծում, որ այս պատերազմը Իրանի դեմ օրինակի համար շատ ավելի լուրջ է գնալու եւ գնալու է մինչեւ իշխանապողություն, որովհետեւ Թրամփը նահանջի տեղ չունի։ Եթե Թրամփը իշխանապողության չհասնի Իրանում, ապա առաջիկա ընտրություններում Կոնգրեսի ընտրություններում, այսինքն ներկայացուցիչների պալատի ամբողջ եւ սենատի 1/3 ընտրություններում, որը նոյեմբերին է կայանալու, հրեական եւ իրանական համայնքները իրեն չեն պաշտպանելու։ Իսկ յուրաքանչյուր Ամերիկա մի քանի միլիոն մարդ է, բավականին կազմակերպված, ունի լոբի։ Իհարկե, իրանական սփյուռքը բավականին մեծ է բանում։ Մարդիկ 300,000-անոց ցույց արեցին Լոս Անջելեսում հանգիստ մատի շարժումով, հայերը ցեղասպանության 100-ամյակի արդյոք 100,000 մարդ էին հավաքած, մենք տեսեք ինչ են կարել, կամ ասում են, իրանց համար 300,000-ը թիվ չի, Մյունխենում 250,000 մարդ, իրանց սփյուռքը շատ ավելի մեծ է, 10-ից 12 միլիոն։ Կազմակերպվածության պահարանը նայեք, հարցը անգամ կազմակերպվածություն, իրենք առաջի սերնդի սփյուռք են։ Այսինքն Իրանում ծնված մարդիկ, ովքեր գնացել են եւ դու այդ ձև ավելի կապված ես։ Հիմա Ռուսաստանում գիտես, այն հայը, որը Հայաստանն է ծնվել գնացել է Ռուսաստան, շատ ավելի կապված է Հայաստանի հետ, քան այն հայը, որը 3-րդ, 4-րդ սերնդի հայ է, ապուպապն է գնացել։ Բնական վիճակ է։ Հիմա քանի որ Իրանի սփյուռքը նոր է ձևավորված, հետ հեղափոխական, նախ 70 հեղափոխությունից հետո այդ շահի կողմնակիցն եւ իրանք հարուստ են, մի մոռացեք։ Հայկական սփյուռքը ձևավորվեց գաղթականներով, ամեն ինչ կորցրած, կոտորված, սննկացած, մի կերպ մազապուրց։ Իրանական սփյուռքի հիմքում դա շահի
նախարարներն էին, գեներալներն էին, մեծ որոնք $100-ավոր միլիոն տարան եւ ձևակերպեցին, ձևավորեցին եւ այլն։ Ասած սենա, որ այս պատերազմի վրա մեծ ազդեցություն ունի նաեւ ներամերիկյան, ներկուսակցական պայքարը։ Հետևաբար, երբ որ մենք նայում ենք օրինակի համար, տեսեք, թիրախները շատ կարեւոր է։ Ես իմ առաջին մասնակիցը զինվորական եմ եղել եւ եղել եմ ՍՍՄ գլխավոր շտաբի սպա, այսինքն այն ամենավերևները, որ Աղվանստանում եք, չէ՞, ասած։ Աղվանստանում, այսինքն շփվելով ես ավելի շատ իմ շրջապատում գեներալ ունեի, քան սովորական բան, որտեվ այդ էր, այսինքն ասած հետեւյալն է, թիրախների ընտրությունը շատ կարևոր է հասկանալ այդ ռազմական գործողության նպատակները։ Երբ որ մենք տեսնում ենք հիմա ի տարբերություն նախորդ 12-օրյա պատերազմի նախորդ տարի հունիս ամսին, այն ժամանակ թիրախավորվում էին գրեթե բոլորը, դրանք ռազմական հենակետեր էին։ Իսկն զինապահեստներ, չգիտեմ, հրթիռային ինչ-որ կենտրոններ, կապի միջոցներ։ Հիմա բացի դրանից, նաև ոստիկանական ուժեր են ենթարկվում հարձակման, որ նշանակում է թուլացվում է ներքին ռեպրեսիվ ապարատը, որ ինչ որ մի պահի նաև ժողովուրդը փողոց դուրս գա եւ այդ ռեպրեսիվ ապարատը չունենա կարողություն նրանց ճնշելու։ Այս սրա մասին է խոսքը։ Տեղից կարելի է ենթադրել մի քանի բաները։ Իմ ասածն է դա։ Բայց հագարակ էֆեկտը չի կարող է տա, օրինակ այն մարդիկ, ովքեր հելել էին անարդարությունների դեմ, պայքարի, ստե արդեն զգան, որ ազգային ինչ որ խնդիր է գնում, Իրանի մենտալիտետի, իրանց ոբշեմ համախմբվեն, հանգարց օբշի, ասենք Իսրայելի դեմ։ Չէ, Իսրայել դեմ չեն համախմբվի, որտեղ ժողովուրդը ոչ իշխանությունը, ժողովուրդը ընկալում է Իսրայելին եւ Միացյալ Նահանգները որպես դաշնակից։ Որտեղ ինքը հասկանում է, որ ինքը միայնակ չի կարող։ Այդ որ մասը, որ մոտարպես տոկոսային որ մասը կախում ունի, թե որ շրջանակներն են թիվ հայտարարում, ես կարող եմ ասել առնվազն 50-ից 60%-ը, իսկ այսինքն կան շրջանակներ, ասում են 70-80%-ը, որը շատ հավանական թիվ է։ Ժողովրդի մեծ մասը ներկա իշխանություններից 50+ կարանք ասենք, որ առնվազն, որտեղ տնտեսական վիճակը ծանր է։ Նայեք, անգամ Երևանի փողոցներից է երևում տնտեսական վիճակի ծանրությունը Իրանում, որովհետև ռեալի անկում այս վերջի 2 տարվա մեջ յուրաքանչյուր տարի 30-ից 40% արժեզրկումը բերեց նրան, որ իրենց համար անգամ Հայաստան գալը արդեն շատ թանկացել է։ Չէ՞ որտեղ իրանք ռեալը փոխում են դոլարի, դոլարով գալիս են, ստե փոխում են դրամի։ Հիմա առաջ X գումարն էին փոխում, այստեղ ենթադրենք մի շաբաթ ծախսելու համար, հիմա 2 անգամ X-ը պիտի փոխեն։ Անգամ դրանից է երևում, որ եւ այդ շրջանակը կա։ Մյուս կողմից հարցն է, որ նախորդ տարվա այդ հարվածները, որ տեղի ունեցան, իրանց տնտեսական վիճակը բավականին բարդացրեցին։ Այդ ի վերջո պիտի հասկանանք, որ Իրանը հիմնականում ապրում է նավթի եւ շատ քիչ գազի արտահանում, հիմնականում նավթի։ Նավթն էլ արտահանում է դեպի 4 հիմնական երկիր՝ Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա։ Հիմա այս պատերազմը նաև այդ առումով է վնաս տալիս իրեն։ Իշքան գիտեմ, մոտավորապես 30 եւ ավել տոկոսն է, չէ՞, այդ նեղուցով բանում ասում։ Ինչի 30%, եթե ասում ենք համաշխարհային, այո, նավթի արտահանումը, համաշխարհային առումով, բայց Իրանը իր նավթի 70-ից 80%-ն է այդ երկրներում ծախում։ Չմոռանանք, որ Իրանը պատժամիջոցների տակ է եւ ոնց որ Ռուսաստանը հնարավոր է, պարոն Պապյան, որ վերջնական բանը էսի ուղագի Չինաստանին խփելու, ասենք ոչ թե ռազմական, այլ տնտեսական խփելու, նավթը դե բարձրացավ, Չինաստանը չի կարող կոնկուրենցիա անի այդ բարձր նավթի գնի պարագայում։ Ճիշտ եք, ես իմ ելույթներում բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դա այդպես է։ Բուն մրցակիցը, որի դեմ պայքարում է Միացյալ Նահանգները, այսօր ասած համաշխարհային այն առանցքը հակասությունների որ կա, դա Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև է։ Ամեն ժամանակաշրջան ինչ որ հակասությունների առանցք է ունեցել։ Ասենք եղել է ժամանակ, օրինակ իմ երիտասարդության մանկության տարիներին դա, ասենք ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան պայմանագրի երկրների մեջ էր, հիմա Չինաստան, Ամերիկա։ Քանի որ Ամերիկայի դեմ, ականերեք, Ամերիկան Չինաստանի դեմ չի կարող ուղակի պայքարի, որտեվ միլիարդից ավել ժողովուրդ են, տնտեսական հզորություն, ինքը ինչ անում, ինքը թուլացնում է
Չինաստանին ինչքան հնարավոր է։ Այսինքն մատակարարման Ռուսաստան, Իրան։ Ռուսաստան, Իրան, հիմա քանի որ չինական նավթի 20%-ը, չինական նավթի 20%-ը Իրանից է ներմուծում։ Իսկական Իրանի արտանման 80%-ը գնում է Չինաստան նավթի, որը կազմա չինականի ներմուծման 20%։ Այդ բավականին մեծ տոկոս է, 20%-ը մեծ տոկոս։ Այսինքն դուք պատկերացրեք, մեկ էլ հանկարծ 20% միանգամից դուք սկսում եք չստանալ։ Դա բերելու է գների բարձրացման, դա մյուս բանի։ Հիմա Ամերիկան ուրիշ բան արեց։ Ամերիկան նախապես Վենեսուելայի նավթ Իրանով արեց։ Մադուրոին փախցնել Ոնց եք վերաբերվում, օրինակ ժողովրդավար երկիրը, այն որ ջադագում է ասա աշխարհի մարդու իրավունքներին, իջավ տեղից հանեց, տեղաշորից տարավ։ Գիտեք, հիմա այսպես ասենք, առանձնապես Թրամփը ժողովրդավարությունից չի խոսում, եթե նկատել եք։ Ու չի գործում ժողովրդը։ Չի գործում, բայց այստեղ հարցը էլի գալիս է մոտեցման։ Գոյություն ունեն էրգա օմնես հանցագործություններ, այսինքն բոլորի դեմ ուղղված հանցագործություններ։ Օրինակ նարկոտրաֆիկինգը, օրինակ, այսինքն բանն եղել է ժամանակի, նախ ստրկավաճառությունը, ծովահենությունը։ Բայց դուք գիտեք, որ դա հեչ կապ չուներ դրա հետ։ Հիմա Մադուրոն մեղադրվում այն բանով, որ իր գործողությունները, հենց նարկոտրաֆիկինգ բանը, ազդում է ամերիկանացում ազդում է ին վրա։ Դու պետք է սրանց դեմն առնես, չես առնում, ես եմ առնում, բայց դա իմ կարծիքով դա արտաքին շղարշն է, խորքի մեջ նավթի խնդիրներ։ Այսինքն, որպեսզի ինքը թույլ չտա Ամերիկան, նայեք, Ամերիկան հասկանում էր, որ եթե ինքը սկսում է Պարսից ծոցում պատերազմ, նավթի գները բարձրանալու են։ Օգտվելու է Ռուսաստանը։ Հիմա որպես Ռուսաստանը չօգտվի, որտեղ ինքը չի ուզում Ռուսաստանն օգտվի, որտեղ Ուկրաինայի պատերազմն շարունակվելու եւ եթե հիշում եք, նավթը հասավ մինչեւ $120 բարել, թռավ մի անգամից, այսինքն մոտ 50%, հետո իջավ 80, 86, 87, ինչու՞։ Որովհետեւ ինքը ասեց, այն նավթը իսկ Վենեսուելան աշխարհի թիվ 1 երկիրն է նավթի պաշարներով։ Ինքը միանգամից այդ նավթը նետեց համաշխարհային շուկա, ստեղծեց մեծ առաջարկ, գները դրա համար ընկան։ Հիմա պատկերացրեք վիճակ, եթե ինքը այդ նավթը չունենար իր վերահսկողության տակ, ով էր այդքան նավթ շուկա նետելու։ Հիմա ինքը ասում է, ես նաև իմ ստրատեգիական պաշարներն ունեմ, եթե պետք եղավ, էլ շուկա կնետեմ, գինը կան պահելու համար, ինչու համար, որովհետև այդ դեպքում իր եվրոպական դաշնակիցները ինչքան էլ որ վատ են, դաշնակից են, նրանք չբողոքեն, այսինքն նավթ ներմուծող երկրները շահագրգռված են, որ նավթի գինը կայուն լինի։ Իսկ ովքեր են նավթ ներմուծող երկրները, դա, ասենք, Եվրոպան է, դա Ամերիկան է։ Ամենամեծը Եվրոպան է, հետո գալիս է Չինաստանը, ինչքան ես տեղակայել թվերից։ Ասենք, բայց մյուս կողմից էլ տեսեք, ինքը նաև ազդում է նավթ արտահանող երկրների վրա, այս արաբական երկրները ծոց, ինչի համար։ Հիմա Իրանը սկսեց սրանց խփել։ Հիմա ինչ հարեցին է Սաուդյան Արաբիան, հիմա ինչ են հայտարարում։ Աշխարհ ընկել են, ասում են, ով մեզ միլիարդավոր դոլարի հակա դրոնային միջոցներ կծախի։ Ուկրաինան է ստեղել է արդեն։ Այսինքն նաև ստեղծվում է նոր շուկա, զենքի նոր շուկա է ստեղծվում։ Հիմա Ամերիկան դրան էլ է, այդ շուկան էլ է, այսինքն ընդհանրապես ինչ է համաշխարհային, ընդհանրապես տնտեսության մեջ կարևորը ո՞րն է։ Վաճառահանման շուկան է։ Իսկ այսօր տնտեսական հեղափոխությունը համատեղի ունենում նախ առաջինը գլուխներում, երկրորդը գետնի վրա։ Այո, բայց դու որպեսզի հաջողություն ունենաս բիզնեսում, առաջին հերթին պիտի ունենաս սպառման շուկա։ Այո։ Որտեղ այսօր ռուսերեն ասած։ Այո, առաջարկը կա, պետք է ստեղծես դաշտ։ Հա, ընդհանրապես, օրինակ, այն բիզնեսները, որոնք մտածում են, կենտրոնանում են, այ մենք արտադրենք, առանց սպառման մասին մտածելու միշտ տակ են տալիս, որովհետև կարևորը սպառումն է։ Հիմա սպառումը խրախուսելու համար այս բաները պետք են, կարճ ասած, այս ամբողջը մեր ազդում է մենք։ Տեսեք, մի քիչ հագասություն կա հիմա, ոչ թե ձեր ասածի մեջ, այլ ընդհանուր գաղափարի մեջ։ Մենք խոսում ենք հայկական շահերից բխող ինչ-որ բաներ, որ ինչ անենք։ Տեսեք, մի պա Իրան, Ադրբեջան գնաց իրար մեջ կոնֆրոնտացիա, անգամ զորքի տեղաշարժ, չէ, զորքի տեղաշարժ եղել էր Ադրբեջանում, քանի որ դուք զբաղվում եք, չէ, քանի որ դուք զբաղվում եք փոքրամասնություններով, Ադրբեջանը նույնպես, ես դրա մասին լավ տեղյակ եմ։ Այլ կարաք ինձ բացատրեք, արդյոք մենք եթե այդ գրագի մեջ
բենզին լցնեինք, ավելի լավ չէր կարա ստացվել, օրինակ Ադրբեջանում բարձրացնային այդ փոքրամասնությունները։ Եվ երկրորդ հարցը, ես 6 տելեկամպանիաներից երեք ադրբեջանական, որոնք իշխանական թևի կամպանիաներ էին, իրենք արդեն բարձրացնում են Թիբրիզի ադրբեջանական լինելու եւ հետ վերադարձի մասին խոսակցություններ ա գնում։ Դուք ո՞նց եք մտածում, մենք մենք հայերս ինչպես պետքա որ պահենք մեզ այդ հարցում։ Հա, տեսեք, այո, ես զբաղվել եմ ժամանակին թալիշներով, հիմնականում թալիշներով, թալիշական ռադիոհեռուստատեսություն ունեինք եւ նաեւ իմ գործընկերների հետ միասին մենք մի շարք գիտաժողովներ ենք արել նվիրված եւ Թուրքիայի փոքրամասնություններին եւ Ադրբեջան եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի առաքելությունը պիտի լիներ մեծ միջին արևելքի պետականազուրկ ժողովուրդների մարդու իրավունքների պաշտպան գործում։ Հայերը, քանի որ բավականին լավ հայտնի են այդ բոլոր ժողովուրդներին, ապրել են դարերով, մյուս կողմից հայերը այն նույն արևմուտքի համար բավականին վստահելի էին, այդ առաքելությունը պիտի վերցնեն։ Ցավոք սրտի պետությունը ոչ միայն չարեց, այլ պետությունը լրջագույն խոչընդոտներ ստեղծեց իմ եւ իմ գործընկերների առաջ։ Իսկ Նիկոլի ժամանակ ընդհանրապես փակեցին։ Պարզապես ինձանից խլեցին, ֆիզիկապես խլեցին այդ ամբողջը։ Պետությունն եկավ, փակեց դուռը, ասեց, «Էսա, ուզում ես գնա դատարան բողոքի»։ Ու ես 6-7 տարի դատի մեջ չեմ կարող այդ ամբողջը ստանամ։ Ես այն ժամանակ չէի հասկանում, որ դա Բաքվի պատվերն է, ես զարմանում եմ, չէ՞ Նիկոլեն կեսանում, ոնց որ թե բան է, էլի ես իրանց դեմ չեմ, ես ուրիշ բան եմ անում։ Այ հիմա երբ որ նայում եմ, թե ոնց են սպասարկում Բաքվի եւ Անկարայի շահերը, ես հասկանում եմ, որ այն ինչ որ 18 թվին, իսկ դա փակեցին 18-ին նկատելի չէր, որտեղ մենք մտածում ենք, որ այո, իսկապես ինչ որ ձգտում կա ինչ որ մի բան փոխելու, արդեն 26 թվին այդ ամբողջը նկատելի է։ Հիմա բնականաբար ի տարբերություն մեզ Բաքուն ավելի հետևողականորեն գտնվեց եւ ոչ միայն Թավրիզի ադրբեջանցիների վերաբերյալ է խոսում, դուք մոռացել եք արևմտյան Ադրբեջան խոսույթը, որը վերաբերում է այս արևելյան Հայաստանին, մարդիկ 0-ից որևէ հիմք չունենալով այսօր ստեղծել են հասարակական կառույցներ, այսօր միջինը, ես ձեզ թվեր ասեմ, վերջի 100 օրվա ընթացքում իրենց պետական լրատվականով 130 հրապարակում է եղել արևմտյան Ադրբեջանի մասին, այդ միայն պետականն եմ ասում, օրը առնվազն մի հրապարակում անում են, այսինքն իրենք ամբողջ սերունդ են ստեղծում, ըստ որի Երևանն իրենցն է, Գյոքչյան իրենցն է, իրենք պիտի վերադառնան եւ վերադարձի մասին իրենց հողերն է։ Բայց պարոն Պապյան, ամենավատը այն չի ինչ որ դուք ասում եք, ամենավատը որ մեր հայերն են դա աբացություն, որ դա դենց է։ Բարձր պաշտոնյաներ, հիմա ձեզ ասեմ, օրինակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, որ ինքը ժամանակին արեց, թե այո, այդ քարտեզներում դենց է գրված կամ բան։ Որևէ քարտեզում, չէ, նայեք, որևէ ես հարցի մասնագետ եմ։ Դուք չեք գտնի որևէ քարտեզ, որտեղ գրված լինի արևմտյան Ադրբեջան կամ ընդհանրապես որևէ։ Չէ, անվանումների հետ կապված ինքը, ոչ թե արևմտյան Ադրբեջան։ Հիմա եթե խոսքը անվանումների մասին է, օրինակի համար ասում են այսի Բասար Գեչարա կոչվել է, բնական է, որ երբ որ օկուպանտը գալիս է եւ գրավում է երկիրը, եւ ինքը չի կարողանում արտասանել քո, ասենք լեզվով այդ բառերը աղավաղում է կամ իր անունն է դնում։ Հիմա Հայաստանը դարեր շարունակ գտնվել է սկզբից Օսմանյան կայսրության եւ, ասենք, Իրանի կամ Սեֆյան Պարսկաստանի հետո Ղաջարների իշխանության տակ բնականաբար իրենք պիտի ոչ թե ասեին ծաղկաձոր, այլ պիտի ասեին դարաչիղճակ, պիտի թարգմանեին քո ծաղկաձոր բառը եւ այլ, բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետեւ ենթադրենք այդ օկուպանտը այդ ժամանակ անունը այդպես է դրել, դրանց էլ 500 տարի առաջ ուրիշ անուն ալ, գիտեք ինչա, ՍՍՄ տարիներին նույն Ռուսաստանի քաղաքները ինչ անուններ էին ստանում, ՍՍՄ անուններ, չէ՞, ասենքն դրամաբանական է դա, ուղղակի պետք է չգիտեմ ինչ ելնես, որ չհասկանաս։ Ահա, հիմա, բայց դուք հասկանում եք Ռուբեն Ռուբինյանը ինքը որևէ կապ չունի հայկական շահերի հետ։ Ինքը մի մարդ է, եթե նայում եք իր կենսագրությունը, որը ոչ միտեղ ոչ աշխատել է, ոչ բան, մի երկու դեպք կուրսերի է գնացել, հետո գնացել է Թուրքիա, Թուրքիայից եկել պաշտոնեն։ Իր առաջին պաշտոնն է այդ, ինքը մի անգամից падգամավոր եւ հանձնարարի բնական։ Ու նմանատիպ ձևով շատերը։ Ու նմանատիպ ձևով շատերը։ Հիմա այդ մի կողմ որպես Վերջին ուսումը Թուրքիայում։
Այո, բնականաբար եւ ես էլ ուրիշ հարց ընդհանրապես որ ով են, ինչ են շփվել, ինչ են արել, ինչ իրանց վրա կան, այսինքն լծակներ Թուրքիայի կողմից եւ այլն, բայց եթե մենք խոսում ենք ակադեմիական, գիտական առումով եւ չեզոք հայերին էլ դնենք մի կողմ, այն որ դարերով ձևավորվել է, ասենք առնվազն վերջի 200-300 տարում եվրոպական գիտությունը գրել է, ասենք գերմանական գիտությունը, նույն ռուսական գիտությունը, բնականաբար այդ ամբողջը մեզ համար պարզ է, բայց խնդիրը հետեւյալն է, այսօր կարևորը քաղաքական տեսանկյունից այն չի ինչ կա իրականության մեջ, այլ այն ինչ որ դու կարող ես մատուցես եւ տարածել, եւ եթե դու հնարավորից Ադրբեջանը փող ա դնում, սուտն է տարածում, բնականաբար սուտն է ավելի շատ տարածում, տեսեք, ոնց է գործում, անգամ մերոնք հավատում են այդտեղից կարող, ոնց է գործում արհեստական բանականությունը, համացանցում արկա տեղեկությունների հիման վրա կատարում է ամփոփում եւ հանդեսակալ է վերլուծում, այսինքն եթե դու կեղծիկը շատ լցնես, օրինակի համար եթե դու լցնես այնքան որ մածունը սև է, դա ավելի գերակշռի մածունը սև է, քան մածունը սպիտակ է ձևակերպումը, արհեստական բանականությունը տալու որ մածունը սև է, որովհետև ինքը տենց է աշխատում, իր ալգորիթմները տենց է գրված։ Մեր շատ փորձագետներ արդեն սովորություն է իրանց մոտ, հեռախոսը ինչ որ բանի առաջ որ կանում են, ասում են կարիք մի հատ ChatGPT-ին հարցնենք։ Ես ասում եմ եղբայր, կա գրադարան։ Այո, ավելին ասեմ ձեզ, արհեստական ով մարդը ինչ ուզեցել մեջը մտցել։ Այո, դեռ քանակային, այսինքն քանակային ինչ որ միջինացված տեսակետ է, դրա համար երբ որ կարդում եք, սա շատ կարևոր հանգամանք է, տեսեք, միջազգային դատարանը, որը պիտի որոշումներ կայացնի տարբեր հարցերի շուրջ, գրած է իրավունքի աղբյուրները որոնք են, էլի, այսինքն միջազգային փաստաթղթեր, բան եւ այլն, եւ այնտեղ կա հստակ գրված է բարձր որակավորում ունեցող ակադեմիական իրավագետների մասնագիտական ուսումնասիրություններ, այսինքն ամեն մի գիրք էլ չէ, այսինքն պետք է բարձր որակավորում, այսինքն դա պետք է լինի լուրջ գրականություն հիմնավորված, որ դու դա օրինակ վկայակոչես, չես կարող, իսկ Ադրբեջանը դա անում է, ինքը Ադրբեջանը այստեղ խնդիրը այն չի, որ Ադրբեջանն անում է, խնդիրն է, որ հայոց կոչենք պետականությունը ոչինչ չի անում, ավելին ինքը սահմանափակում է, հələ դեռ մի բան էլ սահմանափակում է, այն մարդկանց ովքեր անում են հալածում, այն մարդկանց ովքեր չգիտեմ, հիմա տեսեք, էլի գանք վերադառնանք, այսինքն ինչ գիրք է նվիրվել Վենսին նվիրած գրքերից մեկը, դա ամերիկյան մամուլում 1905 թվականից 21 թվականում թաթարների կողմից հայերի ջարդերին նվիրված հրապարակումների ամփոփումն է։ Դա անգամ հեղինակային գործ չի, այսինքն մի հայ չի նստել գրել, այլ ինչ որ ամերիկացիներն են հավաքել։ Վերցրել խմբագրել դրել։ Հա, Արաք Էտիպյանը շատ լավ ազնիվ մարդ դրել հավաքել։ Ես էլ դրա նախաբանն եմ գրել, հրատարակել եմ։ Շնորհակալության փոխարեն եւ տարածելու փոխարեն հենց հակառակը մարդկանց հալածում են, ասում են որ դուք ինչ եք տվել։ Բայց ամերիկյան մամուլն է գրել։ Պարոն Պապյան, մի հատ շատ վտանգավոր հայտարարություն լսեցի ես Նիկոլ Փաշինյանից երեկ չառաջորը։ Ինքը օրը մեջ վտանգավոր է անում, էլի անելու։ Իմ կարծիքով դա նաեւ արտաքին իրեն ասես պատվիրատուների կողմից էր դա պլանավորված։ Հիմա ասեմ ինչու մասին է խոսքը, քանի որ Թրամփի այդ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան երկար գծի, երկար ժամանակաշրջանով 4, 5, միգուցե 6 տարի։ Ադրբեջանը սեղմում է, ասում է ինձ հիմա է պետք այդ կապը։ Տեսեք, ինքը ասես մենք երաշխավորում ենք SS ու տեղանունները տվեց այդ ճանապարհներով Նախիջևանի հետ կապը հաստատում բան։ Հիմա տեսեք, Իրանի այդ պատերազմի ժամանակ ոնց որ թե կարող է հնարավոր է այն ճանապարհը, որ օրինակ ունեն Իրանով, մի ժամանակ փակվի ու որպես բարի sense մտահղացումներով, մղումներով, խաղաղությանը ընդառաջ մենք ինչ որ ճանապարհներ տանք այդ հողի տակ ու դա լինի արդեն այն ամենից սկիզբի ինչ որ նոր դուք ասեցիք, այլ դուք չեք տեսնում նման վտանգներ։ Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, այսինքն գիտենք ինչու, բայց անընդհատ հայտարարություն անում, որով ինքը սպասարկում է Բաքվի շահերը։ Ձեր ասած հայտարարությունը, որը ինքը Եվրոմիության խորհրդարանում ասաց, խոսքը վերաբեր ասաց Գորիս, Կորնիցոր, Եղեգնացոր, Երասխ։ Սա այն ճանապարհն է, որը
ոչ միայն ուղակի կիսում է Զանգեզուր, այլ նա այսպես ասած զիգզագով է կիսում։ Այսինքն սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Ինքը նայած չասեց, բայց Գորիս ոնց են գալի։ Գորիսը այն ճանապարհն է գալու, համար դի Շուշիից գան։ Այսինքն որ մենք ժամանակին փող ենք դրել, բոլորս հավաքել են, կառուցել էլա Գորիս Շուշի Ստեփանակերտ ճանապարհը։ Հա, հիմա այսինքն իրանց է, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է։ Եթե ինքը ասեր, որ մենք պատրաստ ենք սա տրամադրել, որպիսի իրենք, չգիտեմ, մարդասիրական բեռ փոխադրեն, այս ինչ են, բայց ասենք մենք նաև ակնկալում ենք, որ ի պատասխան սրա, չգիտեմ, իրանք էլ բացեն օրինակ Նախիջևանով Իրան գնալու հնարավորությունները երկաթուղին ճանապարհը, բան, դա կարելի էր հասկանալ, որտեվ եւ դիվանագիտությունը, եւ մարդկային հարևանությունը փոխադարձության վրա է, բայց երբ որ դու միակողմանի առաջարկ ես անում, այդ նշանակում է, որ դու գայթակղություններ ոնց որ թե ինքը հիշադակեց այդ ձեր ասած այդ ճանապարհի փոխադարձության ոնց որ թե հիշադակեց արտարությունից ելնելով ես ուրիշ բան եմ ասում այդ ձեր ասած զիգզակաձևի ես հենց այդ էի ուզում ձեզանից լսեի այդ վտանգավորության մասին եմ ես խոսում թե ինչա կատարում դա այդ նույն արևմտյան Ադրբեջան կոչեցյալ պրոյեկտի մի մասն է որը սպասարկվում է ոչ թե Ալիևի կողմից այլ մեր կառավարության կողմից ես դրա վտանգների մասին բնականաբար բոլոր այսպես ասած ադրբեջանական պահանջները սպասարկվում են մեր կողմից եւ մեր հարկատուների հաշվին են սարսափելին դա է մեր հաշվին այսինքն մենք հարկեր ենք մուծում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում են որ ասում է հարկերը 1.5 անգամ շատացել են հա բայց դի գլուխ կողալու բան չի դու քերթում ես ժողովրդին հարկը վերցնում ես դու խոսա այդ ծախսերը ճիշտ ես անում թե սխալ ես անում այն որ շատ ես հարկ հավաքել այդքան լավ բան չի Պարոն Պապյան մի բան գոնե ես կներեք որ ձեր խոսքը կդրեցի ընդհատեցի մի բան ձեր ասածի մեջ մի քիչ անհասկանալի է իմ համար չեմ ուզում ժամանակը քանի որ արդեն սուղ է ուզում եմ այդ հարցի պատասխանը ես ստանամ դուք ակնարկ արեցիք որ ինքը քողարկված ռուսական ինչ այդ դու ձեր ասածը ու Թուրքիայի հետ կապը իմ համար այսինքն դուք ուզում եք ասեք Ռուսաստանը մեզ գցում է Թուրքիայի գիրկը Այո, ես ուզում եմ ասել, որ կա ռուս-թուրքական համաձայնություն եւ դրա մասին մենք տարիներ ի վեր ենք խոսել, դրա մասին Պեսկովը բացահայտ հայտարարեց, որ մեզ համար նախընտրելի է, որ հարավային Կովկաս գա Թուրքիան եւ ոչ թե Արևմուտքը, եւ Ռուսաստանը լավ հասկանալով, որ ինքը չի կարող Հարավային Կովկասը պայել իր վերահսկողության տակ եւ ինքը զիջում է, ինքը ամեն ինչ անում է, որ Թուրքիան գա եւ բանը նայեք Աղդամի մշտադիտարկման կենտրոնը այնտեղ ռուս-թուրքական էր այդ ամբողջը եւ ոչ թե ասենք երանախագահության Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա դա ռուս-թուրքակ ինչ կապ ուներ Թուրքիան դեռ կապ ուներ թե Ռուսաստանն էր բերել հիմա Դա ինչ անում, որտեվ այո, ռուսական շահի տեսանկյունից շատ ավելի լավ է, որ թուրքերը գան։ Որ հետ վերցնելու ժամանակ հեշտ կլինի։ Վերցնելու ժամանակ հեշտ կլինի մեկ։ Երկրորդը նա է, որ այդ ձևով ինքը նաև սիրաշահում է Թուրքիային եւ Ադրբեջանին, չմոռանանք, որ Թուրքիայի չեզոքությունը Ուկրաինայի դեմ պատերազմում ճակատագրական նշանակություն։ Բա էլի չեզոքեր։ Չկար բացարձակ չեզոքություն, ինքը սանել էր զենք ծախում, նրանել էր զենք ծախում, բայց գոնե այդ ձև էր, իսկ Թուրքիան կարար լրիվ բացահայտ հակառուսական լիներ։ Բա Ղարաբաղը ինչու դարձավ վճարման միջոց։ Ղարաբաղը կործանվեց ռուս-ուկրաինական պատերազմում, ինքը դառնալով վճարման միջոց։ Դա վճարեց Ռուսաստանը Ղարաբաղով Թուրքիային ու Ադրբեջանին, ունենալով երկու խնդիր լուծեց։ Ունեցավ չեզոքությունը Թուրքիայի եւ ունեցավ Ադրբեջանի միջոցով նավթի արտահանման հնարավորություն, նավթի եւ գազի, չմոռանանք այդ շրջափակումը, որ Ռուսաստանը հայտնվեց, միակ ճանապարհը, որով ինքը կարող էր արտանել, դա Ադրբեջան եւ այսօր էլ իրանք փորձում են իդեպ ասեմ, եւ այս Իրանի պատերազմը դեմ նաեւ Ռուսաստանի դեմ է ուղղված, որտեղ Ռուսաստանը փորձում էր Ռուսաստան, Ադրբեջան Այնտեղ աստարանների միջոցով ռեժ կազմել ճանապարհով դուրս գալ Պարսից ծոց։ Հիշում եմ այդ համաձայնագիրը։ Հիմա եթե իշխանափոխություն է անում, ասենք Ամերիկան Իրանում, նշանակում է փակում է նաև Ռուսաստանի այդ ճանապարհը։ Եվ ըստ էության Նորվեգիայից մինչև Վրաստան եւ Իրան փակ է։ Այդ նշանակում է Ռուսաստանը մի հատ ելքաներում Խաղաղ օվկիանոսը, Խաբարովսկ, Վլադիվոստոկ այդ կողմերը, իսկ այս եվրոպական մասից որտեղ տնտեսության 70-80% Եվ Չինաստանի հետ կախվածությունը 99
9%։ Ահա, դե դրա համար էլ այդ ամբողջը բանա։ Պարոն Պապյան, մեծ բաներ են։ Մեր հաղորդաշարում մենք նորույթ ենք մտցրել, մեկ-երկու հարց դրսից տեսահոլովակի միջոցով գիտենալով որ դուք եք հյուրն եղել, տվել են, եթե կուզենաք անդրադառնանք, պատասխան տվեք, խնդրեմ։ Բարև ձեզ, պարոն Պապյան, ես հաճախ ձեզանից լսել եմ, որ դուք ցանկանում եք, պահանջում եք, որ ռուսական 102-րդ բազան Գյումրիում տեղադրված դուրս գա Հայաստանի տարածքից սահմանից, չեք վախենում արդյոք, որ այդ դեպքում ռուս-թուրքական պայմանագիրները կզորոյանան եւ թուրքը պահանջի, որ մենք շարժվենք Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրերով, իսկ դա շատ լավ գիտեք ինչ վտանգ է։ Արդյոք մեր այսօրվա Հայաստանը ունի հնարավորություն պայքարի այդ վտանգի դեմ եւ պաշտպանի մեր սահմանը առանց դաշնակիցի։ Մենք երբեք չենք ասել առանց դաշնակցի։ Արևմուտքը դեռ դաշնակից չի։ Արևմուտքը այլևս առայժմ դաշնակից չի։ Դե դրա համար էլ ուրեմն մենք երբեք չենք ասել, հենց ես խոսեցի նրա մասին, որ պետքա մի քանի քայլեր անել վերջնական լուծմանը, մասնարարապես ես նշեցի ԱՄՆ-ի հետ այդ կարգավիճակի հարցը, ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի հարցը, սա մեկ։ Մյուսը թյուր պատկերացումա, որ ասում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը կգործի, Ալեքսանդրապոլի պայմանագիրը ավելի վատ չի, քան Կարսի պայմանագիրը։ Ես խորհուրդ կտամ կարդալ Բաբկեն Հարությունյանի, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի աշխատություն դրա շուրջը եւ կտեսնեն, որ Ալեքսանդրապոլի Բայց պարոն Պապյան, Ալեքսանդրապոլի պայմանագիրը հասկացանք, ինչ սահմաններով է ինքը, դա է։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ավելի լավն է, քան Կարսի պայմանագիրը։ Այդ սովետական ռոպագանդա, որի પર Ալեքսանդրա պայմանագիրը ավելի վատն է։ Անկամ տարածքային առումով ավելի մեծ է Հայաստանը, այն առումով, որտեղ Թուրքիայի սահմանն է, օրինակ համար Կարսի մարզի վերաբերել Ալեքսանդրապոլի պայմանագիրը նախատեսում էր հարցախույս, նախատեսում էր պլեբեսցիտ, Կարսի պայմանագիրը էդ էլ չէր նախատեսում։ Եվ այլն, այդ սովետական ռոպագանդա, բայց ոչ Կարսի պայմանագիրը, ոչ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, դրանք իրավական փաստաթղթեր չեն։ Մյուս կողմից, եթե պիտի Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ինքը ոչ նայելու Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ոչ Կարսի պայմանագիրին է նայելու։ Դրա համար մենք ասում ենք, որ որ ասում ենք 102-րդ բազան, 102 բազան ի վիճակի չի Հայաստանը պաշտպանելու։ Սիմվոլիստի ինչ որ բան է։ Այո, բայց այդ սիմվոլիկ բանը հենա դրոշը բանում էր, Ղարաբաղում էր։ 2000 հոգի Ղարաբաղում ավելի մի քիչ ուրիշ է, ասեմ, պարոն Պապյան։ Արցախը յուրիդիսկի գոնե միջազգայինորեն դա Հայաստանի տարածքը չէր, որի հետ ինքը պայմանագիր ուներ։ Լավ, ես այդ չեմ քննարկում։ Ռուսաստանը թուղթ էր ստորագրել նոյեմբեր 9-ին անձամբ Պուտինի կազմած, որ ինքը հանդիսանում է երաշխավորը անվան։ Մենք չենք խոսում ում է պատկանում ին։ Ինքը ասում էր ես մտցնում եմ 2000 հոգի խաղաղապահ եւ տեր եմ կանգնում մեր ժողովրդին։ Տեր չկանգնեց։ Եթե ինքը չի կարում Ադրբեջանի դեմ տեր կանգնի, այնտեղ մնա 3500 քառակուսի կիլոմետրի 2000 հոգով։ Գյումրիում ռազմաբազայում 500 հոգի է։ 500 հոգով ինքը 30,000-ին ոնց է տեր կանգնելու ՆԱՏՕ-ի բանակը։ Այլընտրանք կասեք, պարոն Պապյան, այլընտրանք մեզ կասեք։ Եթե ասում են պետք է Ամերիկայի հետ այդ կարգավիճակը։ Բայց Ամերիկան չի ուզում։ Ով ասես չի ուզում։ Ո՞վ եթե ինքը ուզենար այսօր մեզ կառաջարկի։ Չէ, մեզ առաջարկում է։ Մեզ առաջարկում է մեր ատոմակայանը հանենք, ինչ որ բան մեր մոտ փորձարկեն։ Այ ինչ են առաջարկում։ Չէ, դա ինքը չի առաջարկում, դա հայկական կողմն է, այդ դրա շուրջը։ Մոդուլային է։ Այո։ Հայկական կողմն է առաջարկում։ Այո։ Չէ, հայկական կողմը պատրաստակամություն։ Հա պատրաստ է, որովհետև ձերը հնար չունի։ Եկեք ատոմական դնենք առանձին, հնար ունի։ Չէ, ինքը ստրատեգիական բան է։ Կանդու ռեակտորներով կանադականը դնել, փողներ ճապոնացի կտան։ Որտեղ են արել դրանք։ Ով կանդուն։ Չէ, մոդուլային։ Մոդուլային դրեք մի կողմ, դա վատ է։ Բայց այդ են առաջարկում մեզ։ Թո չհամաձայնվի Հայաստանը։ Համաձայնվում է, հնար չունի, պարոն Պապյան։ Եկեք մի խառնեք իրար։ Խոսքը գնում է այստեղ ռազմական անվտանգության մասին։ Ամերիկան մեզ առաջարկում է, հենց հիմա էլ առաջարկում է համագործակցության տարբեր ձևեր։ Օրինակ մի հատ կասեք ինչ է։ Զենք զինամթերքներ։ Տարբեր տեսակ։ Դրոնները, որ ասեցին, դրա մասին։ Չեմ ուզում մանրամասնել։ Զենք զինամթերք ցուցակով։ Մենոնք չեն ուզում։ Մենոնք չեն ուզում։ Ինչի դիտեք չեն ուզում։ Ինչ հայտարարություն է կանում։ Հիմա ինչ հայտարարություն է կանում։ Ես ասում եմ, այո, մենոնք չեն ուզում։ Պայմանագրով մեզ առաջարկում են երկարաժամկետ համագործակցություն։ Ես այդ ձև բան չասի։ Պաշտոնապես մեզ առաջարկում են ցուցակ զենք զինամթերքների, հայկական կողմը չի ուզում։
Հիմա եւ այլ բաներ, մյուս կողմից դու պետք է անես այդ բանը։ Դու պիտի գնաս, այդ ոնց է մենք որպես կուսակցություն կարողանում ենք լոբինգ անենք, ինքը $600,000 տվել է Նիկոլը վարձել է Մերկուրի լոբիստական խումբը, որը փոխանակ Հայաստանի շահերը լոբինգ ան, այդ թվում նաև նման պայմանագրեր եւ այլն, լոբինգ անում, որ իրանք գովանը ներկայացնեն որպես բան։ Ես դեմոկրատ եմ, ես եմ, թող այդ անի, թող նույն կոնգրեսի հետ խոսա, թող երաշխավոր բերի, բա երբ որ բանը պետք էր Ադրբեջանի համար պետք էր այդ ճանապարհը թրիփը, այդ ո՞նց եղավ, այդտեղ հայկական կողմը ակտիվություն ցուցաբերեց դա եղավ, իսկ մյուս հարցով ոչ, իսկ ինչի նույն թրիփի մեջ ինքը չներգրավվեց փոխադարձության սկզբունքով Նախիջևանի վրայով մեր կապը ասենք նույն Իրանի հետ, թող այդ թեման դներ։ Պարոն Պապյան, մի կասեք անուններ, բայց ինչ զենքի զինատեսակի մասին է խոսքը, գոնե ստրատեգիական զենքի մասին է խոսքը։ Հայաստանին անհրաժեշտ զինատեսակների մասին է խոսքը։ Լավ, շնորհակալություն, ես երկրորդ հարցն եմ ուզում դնել, իմ համար շոկային էր ձեր հայտարարությունը։ Շոկային։ Շատ ավելի բաներ է մենք առաջարկներ ենք ունեցել, որոնք մերժեն, ավելին ասեմ ցես։ Շատ բաներ կա, շատ առաջարկներ, դիտավորյալ այս իշխանությունը ձգձգում է, որպիսի ընտրություններից առաջ դա մեջտեղ բերի, որպեսզի ցույց տա, որ տեսեք, ես հաջողություններ ունեմ։ Մասնավորապես հրապարակումն է կապված նաև ռազմաարդյունաբերական կոմպլեքսին 150 միլիարդ դրամի հատկացման մասին, որը իրանք հետաձգում են հիմա չեն տալիս, որպեսզի ընտրություններից Հիմա դուք բացահայտեցիք դա արդեն։ Չէ, ես էսի հայկական կողմի բանն եմ ասում, սա Ամերիկայի հետ կապ Շատ չունի։ լավ։ Մեր բյուջեից անգամ հատկացումները իրանք ձգձգում են չեն տալիս ռազմաարդյունաբերական կոմպլեքսին, որպիսի նրանք կախվածության մեջ լինեն իշխանությունից, եւ սրանք տեսնեն, որ մեկն է իշխանությանը համար համապատասխան վարկ ցուցաբերում ընտրություններին, բան որ ում տան թե ում չտան։ Այսինքն մեր անվտանգությունն անգամ դրված է կախման մեջ այս ներկուսակցական ընտրություններից ու պայքարից։ Շատ լավ։ Համեցեք։ Ընտրեմ երկրորդ հարցն է ու վերջինը այսօր հարցը։ Բարև ձեզ, պարոն Պապյան, բարև Արսեն ջան։ Ես հետևել հարց ունեմ ձեզ տալու, պարոն Պապյան։ Ես ասենք մի քիչ ծանոթ եմ ձեր շարժմանը, ձեր հիմունքներին, ձեր արժեքներին ու ասենք կան շատ գաղափարներ ձեր շարժման մեջ, որ ինձ շատ մոտիկ են, էլի, որտեղ նրանք զուտ մաքուր ազգական արժեքներ են, բխում են, ասենք, մեր ժողովրդի այն արմատային հետաքրություններից։ Ու ինձ հետաքրում է, ասենք, դուք իհարկե նկատում եք, որ չունեք, ասենք, լայն ընդարձակ համբավ ժողովրդի մեջ ու չունեք լայն աջակցություն ժողովրդի կողմից։ Ինչու։ Ոնց դուք կարող բացատրեք ու ինչու դա հաշվի չի առնում ձեր շարժման կողմից։ Շնորհակալություն։ Իհարկե հաշվի առնվոց կարող է հաշվի չառնի, որ այսօր մենք դեռ կամուկացի մեջ ենք մասնակցել թե չմասնակցել, հենց պայմանավորված է նաև դա որ հաշվի առնում։ Հիմա մենք չունենք, այո, համաժողովրդական աջակցություն, ինչ պատճառով, որտեվ մեր գաղափարները շատ ավելի առաջ են, քան ժողովրդի ըմբռնումը։ Երբ որ մենք խոսում ենք Արցախի վտանգի մասին, որ այս մոտեցումը ազատ, անկախ եւ այլն, մեզ չէին հասկանում։ Ու մենք ասում էինք, որ միացումն է ճիշտը։ Մեծ մասը ասում էր չէ։ Իսկ հիմա իրանք չընդունեցին մեր գաղափարը, դրա համար էլ հիմա Ադրբեջանը առնվազն 2 հայց ունի մեր դեմ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիա առումով, որովհետև խնդիրը լուծվեց առաջարկած ինքնորոշման սկզբունքով, որ ոչ թե մեր առաջարկած միջազգային իրավունքի։ Սա մենք ճիշտ ենք, սա մեկ։ Մյուսը աջակցություն չունի ռեսուրսի պակասի պատճառով։ Մենք չունենք Սամվել Կարապետյանի միլիարդը, հասկանում ես, մենք չունենք Նիկոլ Փաշինյանի միլիարդը եւ վարչական այդ բաները։ Եթե մենք ունենայինք այդ ռեսուրսը, այսինքն հեռուստատեսություններ ունենայինք, բնականաբար ժողովուրդը կհասկանա, ժողովուրդը մեր մասին, եթե լսում է, ավելի շատ լսում է երրորդ անձի ասածը մեր մասին։ Եթե մարդկանց հարց տաս, օրինակ Պապյանը այս հարցի շուրջ ինչ ասէ, մեծ մասը չգիտի, բայց գուցե լսել է, որ Պապյանի ասածի մասին այս ինչ որ մի բան ասել է։ Այսինքն սա է հարցը։ Մենք տեսեք, մենք հարցազրույց ենք անում, գալիս է 2 լրատվամիջոց։ Նորաստեղծ իսկ քաղաքական ուժը, որ ոչինչ չի ներկայացնում եւ իր ասածից մեզան շատ ավելի քիչ բաննի, 15 լրատվամիջոց է գալու, ո՞նց է ալնում, որտեվ հանձնարարականն է ծեվա, այս նորաստեղծին առաջ մղեք, որտեվ ինքը հակակշիռ է եւ ինքը վերահսկվող է, իսկ Բևերը վերահսկվող չի։ Դա համար Բևերին պահում են
շրջափակման մեջ բոլոր առումով, այսինքն լրատվական դաշտում, բևեռի վրա ճնշումներ կա, ինքը ասում է ինչու ես բան չունեք։ Իսկ դուք գիտեք, որ ոչ մի քաղաքական ուժ այդքան հալածանքի չի ենթարկվում, ես նկատեմ քրեական գործերը, վարչական պատժամիջոցները, տուգանքներն ու տուժերը, մեր շարքերում համարյա մարդ չկա այսօր, որ կամ դատի մեջ չի, կամ բանա, այդ դատերաններով չի անցե, սկսած, ինչ ասեմ, 300,000 տուգանքից մի բան ես գրում, վրա 700,000 դրամ տուգանք են դնում։ Այսինքն ոնց է սա բան անելու, կարողանալու այդ դեպքում պայքարել, եւ մենք օլիգարխիկ կուսակցություն չենք, ոնց որ իրանք են անում, այսինքն մի բան անում են թքած ասма, կատուգանեն մուծեք, մենք այդ ամբողջ չեն կարող, որովհետև մենք իսկապես ժողովրդավար ենք եւ մեր ֆինանսական միջոցներն են գալիս է ժողովրդի նվիրատվություններից։ Ոչ թե այն պատճառով, որ չկան օլիգարխներ կամ այլ ուժեր, որոնք պատրաստ են մեծ գումարներ տան, կան, բայց մենք հրաժարվում ենք դրանց, որովհետև մենք հասկանում ենք, որ ով որ տվեց մեծ գումարը, ինքն էլ պատվիրելու է շարունակությունը։ Դրա համար եւ բնական է, որ քանակային առումով, քանակային վարչական առումով մենք դա չունենք։ Իր ասած էս համաժողովրդական աջակցությունը, բայց մենք ենք կուսակցություն ենք, որը հաղթել է, գաղափարապես հաղթած կուսակցությունն ենք։ Այ հիմա որ սենց նայեք վերջի 5 տարին, որ կուսակցության գաղափարն է այսօր դարձել համաժողովրդական։ Իսկան մենք որ ասում ենք Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ սերտ համագործակցության դաշնակցային հարաբերություն եւ այլն, դա մենք էինք ասում։ Բոլորը մեր դեմ էին ու ասում են դուք Արևմուտքի գործակալ եք, եսեք։ Այսօր դա դարել է համաժողովրդական։ Բայց առայժմ արդյունքը դենց չենք տեսնում։ Այո, բայց արդեն դարել, այսինքն մենք ուրեմն գաղափարապես արդեն հաղթել ենք, մի քայլով չի լինում։ Ամեն ինչ լինում է որպես սկզբից գաղափար, հետո խոսք, դա հիմա եկել է խոսքը, այդ խոսում են, հասկանում են, հետո կլինի գործը արդյունքը։ Առանց այդ երկու փուլն անցնելու, ուրեմն նշանակում է մենք գաղափարապես հաղթել ենք։ Այ եթե լիներ մի կուսակցություն, որը կարողանար ցույց տալ, որ իր գաղափարը այսօր դարձել է համաժողովրդական գաղափար բացի մեզնից, ես կասեի քո գաղափարն է հաղթել։ Հաղթել է մեր գաղափարը։ Պարոն Պապյան, Էսի մի քիչ բան հակիշ կպատասխանեք, որտեղ ժամանակը սպառում է, առաջացավ նոր այդ հարցը։ Տեսեք, դուք սկզբից հաղորդման ասացիք, որ չարագույնից ամենաքիչ հա դա պրոռուսական ուժերն են, ոնց եք դուք պատրաստվում աջակցել Նիկոլին հեռացնելու համար պրոռուսական ուժին, եթե դուք ամբողջովին լեցված եք քարոզչական գործունեությամբ Արևմուտքի համար։ Բայց մենք չենք ասել, որ մենք աջակցելու ենք պրոռուսական ուժին։ Գոնե չեք խանգարելու, չէ՞։ Հա, մենք գոնե չենք խառնում։ Դա աջակցություն չի։ Չէ, ինչ ասում, չէ։ Մենք էլի մեր արևմտյան կողմնորոշման մասին խոսալու ենք, մենք այսպես թե այնպես, այսինքն խանգարելը այդ մեր ոչի մեջ չի։ Ժողովուրդը պիտի որոշի։ Մենք ասում ենք, ախպեր, այդ որ դուք ասում եք Ռուսաստանը, ոնց որ ասում 102-րդ բազա SS բաները, մեր նորագույն պատմությունը, մեր ավելի խորը պատմությունը, քաղաքական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ բանը սին ու պատրանք է, եւ պատրանքային անվտանգությունը նույնքան եւ ավելի վտանգավոր է, քան ընդհանրապես անվտանգության բացակայությունը։ Մենք ասում ենք, քանի որ Ռուսաստանը ի վիճակի չի եւ իր շահերից չի բխում, եկեք որցենք անվտանգության արենտանքներ ստեղծել։ Մեր ասածը դա է, բայց երբ որ խոսքը գնում է նրա մասին, որ դաշտում, այսինքն կան քաղաքական ուժեր, գիտեք, Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը Հայաստանի համար եւ հայ ժողովրդի համար գոյութենական վտանգ է։ Այսինքն ինքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլ հայ ժողովրդի, որտեղ արժեքային համակարգին է խփում։ Այս սա է ամբողջ հարցը։ Դրա համար մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որտեղ Նիկոլ Փաշինյանի մնալը վտանգավոր է, այստեղ արդեն պետության ինքնիշխանության մասին չի խոսքը, այստեղ անգամ պետք է սա ժողովրդի գոյության մասին, արդեն տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը արդեն ինքը պետություն նավիրել, արդեն պետություն չկա։ Պետք է ընդունեն, որ այսօր պետություն չկա, եթե դու գիրք չես կարող նվիրել օտարին առանց Բաքվի համաձայնության, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, ինչ պետականության մասին է խոսքը։ Մարդը ասում է, չէ, ես եմ հրանգե, որ այդ գիրքը չտակ։ Իսկ ինչի չտակ։ Էցել ասում է, որովհետև Ադրբեջանը, ասում է, դա պատերազմ է հրահարում, այսինքն ադրբեջանական գործոնը։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ինչպես միշտ ձեր հետ շատ հաճելի է զրուցելը եւ անգամ եթե անհամաձայնություններ կան, մենք կարողանում ենք
իրար հետ զրուցելու ընթացքում գտնենք, թե որն է ձեր կարծիքը, որը մեր կարծիքը, ամեն դեպքում շնորհակալ ենք ձեզ, որ մասնակցեցիք մեր այս հաղորդաշարին, եթե կուզենաք ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի խոսքով հանդես գաք ժողովրդին դիմելու, իմ դռները, այս հաղորդաշարի դռները ձեր եւ ձեր ուժի համար միշտ բաց է լինելու։ Շնորհակալություն ձեզ հետևորդներ ջան, որ այդքան ակտիվ դիտումները ապահովում եք, լայքերն ապահովում եք։ Խնդրում եմ այս տեսանյութին նույնպես տվեք ձեր գնահատականը կոմենտարիաներում, ինչքան կարա կոռեկտ հայացից ձեզ պահեք, ու շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։